Mariah Carey-ն նոր տեսքով է ներկայացել զգալի փոփոխություններ երգչուհու արտաքնում։ Ամերիկացի հանրահայտ երգչուհի Mariah Carey-ն, ով վերջերս նշել է իր 56-ամյակը, հայտնվել է հանրության առջև զգալիորեն փոխված արտաքինով, հարուցելով ակտիվ քննարկումներ ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում։ Երկրպագուներն ու մեդիա դիտորդները նկատել են փոփոխություններ նրա դեմքի կառուցվածքում, մաշկի հարթությանը եւ արտահայտչականության մեջ։ Բազմաթիվ աղբյուրներ ենթադրում են, որ Քերին կարող է դիմել պլաստիկ վիրաբուժության, ներառյալ բոտեքս, ֆիլերներ կամ մաշկի վերստացման այլ մեթոդներ։ Չնայած այդ շշուկներին, երգչուհին կամ նրա ներկայացուցիչները դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն արել։ Հիշեցնենք, որ Քերին բազմիցս ասել է, թե կարևորում է իր բնական գեղեցկությունը, սակայն հայտնի աստղերի համար պլաստիկ միջամտությունները նորություն չեն, հատկապես բարձր հանրային ուշադրության պայմաններում։ Mariah Carey-ն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել երաժշտական ոլորտում եւ չնայած տարիքին հաճախակի հայտնվում է հանրային միջոցառումներին, գրավելով ԶԼՄ-ների ուշադրությունը։ Ռուս հայտնի հաղորդավարուհի Վիկտորիա Բոնյան արձագանքել է Ջասթին Բիբերի ամուսնության մեջ առաջացած խնդիրների մասին խոստովանությանը։ Բիբերը վերջերս բացահայտել էր, որ իր եւ մոդել Հեյլի Բեյբերի հարաբերություններում լուրջ դժվարություններ են ի հայտ եկել, ինչը ազդել է նաև իր հոգեկան առողջության վրա։ Ի պատասխան, Բոնյան Ինստագրամում հրապարակել է ռուսերեն գրառում, ուղղված երգչին գրելով, որ նա միայնակ չէ եւ որ շատերը կիսում են նման ցավը։ Չնայած հաղորդագրությունն ուղղված է հանրահայտ երգչին, Online տարածում է գտել սոցիալական ցանցերում, ներգրավելով ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային օգտատերերին։ Ջասթին Բիբերը առայժմ չի արձագանքել Բոնյայի ուղերձին։ Բոնյան, ով ակտիվ է սոցիալական հարթակներում, հայտնի է նաև իր էմոցիոնալ եւ ուղղակի հրապարակումներով, հատկապես հանրային անձանց վերաբերյալ։ Բիզնեսմեն Վլադիմիր Վասիլենկոն հրապարակայնորեն խոստովանել է, որ ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ երգչուհի եւ դերասանուհի Ժաննա Ֆրիսկիի հետ։ Նա նշել է, որ իրենց միջև առկա է եղել անորոշություն եւ զգացմունքային խճճվածություն։ Մենք օրերով չէինք հասկանում, թե ովքեր ենք միմյանց համար, ասել է Վասիլենկոն։ Ժաննա Ֆրիսկին մահացել է 2015 թվականին երկարատև պայքարից քաղցկեղի դեմ։ Վասիլենկոյի այս խոստովանությունը նոր լույս է սփռել երգչուհու անձնական կյանքի որոշ մանրամասների վրա եւ մեծ հետաքրքրություն առաջացրել հասարակության շրջանում։ Միլիարդատեր եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հրապարակայնորեն արտահայտել է ափսոսանք իր Դոնալդ Թրամփի հասցեին արված գրառումների համար, նշելով, որ որոշ գրառումներ անցել են սահմանը։ Բանն այն է, որ Մասկը քննադատել էր Թրամփի աջակցած բյուջետային օրինագիծը, անվանելով այն զզվելի աղետ, ինչից հետո նախկին նախագահը սպառնացել էր դադարեցնել պետական պայմանագրերը Մասկին պատկանող ընկերությունների հետ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ $22 միլիարդ։ Սրանից հետո Մասկը սոցիալական ցանցերում տարածել էր մի քանի վիճահարույց եւ չհաստատված հայտարարություններ Թրամփի մասին, այդ թվում կապեր Ջեֆրի Էփշտինի հետ, սակայն հետագայում նա դրանք հեռացրել է։ Մասկը վերջին հայտարարությամբ նշել է, որ զղջում է իր որոշ գրառումների համար եւ ընդունում է, որ չափն անցել է։ Չնայած ներողությանը, Թրամփը նշել է, որ իր եւ Մասկի հարաբերությունները հավանաբար վերջացած են, հավելելով, որ Մասկին լուրջ խնդիր է սպասում։ Ի դեպ, Մասկի այդ հայտարարությունից հետո Տեսլայի բաժնետոմսերի գինը աճել է 2.5%-ով։ 17-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալը, ով հանդես է գալիս Բարսելոնայում, ճանաչվել է աշխարհի ամենաբարձր շուկայական արժեք ունեցող ֆուտբոլիստը։ Տրանսֆերմարկետի վերջին գնահատմամբ նրա արժեքը կազմում է 200 միլիոն եվրո, գերազանցելով նախկին ռեկորդակիրներին Ջուդ Բելինգհեմին, Էրլին Հոլանդին եւ Կիլիան Մբապեին, որոնց արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։ Յամալի արագաճը պայմանավորված է նրա տպավորիչ խաղով, թե ակումբում, թե ազգային հավաքականում։ Նա մասնակցել է Եվրոպայի առաջնությանը Իսպանիայի հավաքականի կազմում, որտեղ կարևոր դեր է խաղացել թիմի հաղթանակում։ Նրա վերջին պայմանագիրը Բարսելոնայի հետ, որը կնքվել է 2025 թվականի մայիսին, կարող է հասնել տարեկան $45 միլիոն, ներառելով աշխատավարձը, բոնուսները եւ այլ վճարումներ։ Նշենք, որ Բարսելոնան մերժել է Լամին Յամալի համար 200 միլիոն եվրո առաջարկը, համարելով նրան թիմի ապագայի կարևորագույն խաղացողներից մեկը։
Ամերիկացի սուպերաստղ Փերիս Հիլթոնը սոցիալական ցանցերում կիսվել է պիցցա պատրաստելու իր յուրահատուկ մեթոդով, որը արագորեն գրավեց օգտատերերի ուշադրությունը, սակայն միաժամանակ առաջացրեց բուռն քննարկումներ ու քննադատություններ։ Հիլթոնի պիցցայի հնարքը, որն արտահայտվում էր ոչ ավանդական բաղադրիչների ու պատրաստման ձևի մեջ, որը երկրպագուների մոտ առաջացրել է դժգոհություն, անվանելով այն անհարմար եւ ոչ արդյունավետ։ Քննադատներն ընդգծում են, որ նման մոտեցումը հեռու է խոհարարական ավանդույթներից եւ չի համապատասխանում հասարակ պիցցայի գաղափարին։ Փերիսը սակայն պաշտպանել է իր հնարքը նշելով, որ սիրում է նոր փորձարկումներ եւ ցանկանում է մի փոքր զվարճացնել իր հետևորդներին։ Սոցիալական ցանցերում քննարկումները շարունակվում են, իսկ երկրպագուների մի մասը հույս ունի, որ Հիլթոնը կկատարի ավանդական պիցցայի բաղադրատոմսեր եւս։ Հոլիվուդյան դերասանուհի Սկարլեթ Յոհանսոնը կրկին զարմացրել է իր երկրպագուներին, կատարելով կտրուկ արտաքին փոփոխություն առաջիկա ֆիլմում իր կերպարին համապատասխանելու համար։ Դերասանուհին փոխել է սանրվածքը, մազերի գույնը, դիմահարդարումը եւ ոճային ամբողջական կերպարը, ամբողջապես միաձուլվելու նոր դերին։ Նրա կերպարի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում, սակայն արդեն իսկ համացանցում լայն քննարկումներ են սկսել դերասանուհու նոր արտաքինի շուրջ։ Յոհանսոնը հայտնել է, որ դերի համար նման փոփոխություններ կատարելն իրեն օգնում է ավելի խորությամբ ընկալել եւ մարմնավորել կերպարը։ Ես սիրում եմ կերպարների համար նոր շերտեր բացահայտել, սկսած արտաքնից մինչև ներաշխար, ասել է նա։ Նոր ֆիլմի նկարահանումները ընթացքի մեջ են, իսկ պրեմիերան նախատեսվում է 2025 թվականի վերջում։